36 տարի առաջ այսօրը 1990 թվականի օգոստոսի 8-ին Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարեց իր վերադարձը Հայաստան, վերահաստատելով իր քաղաքական ներկայությունը հայրենիքում։ Հույդա անդամ Արտաշես Շահբազյանը, ով դաշնակցության պատմական վերադարձի իրադարձային առանցքում է եղել, մի շատ կարևոր փաստ է նշում։ Երբ որ 88 թվականի շարժումը սկսվեց, այդ թվականին դաշնակցության բյուրոյի որոշմամբ արտահերթ ժողով է գումարում Աթենքում 1988 թվականին, ուրեմն արտահերթ, այսինքն ժամկետից առաջ արտահերթ ժողով, որտեղ որոշվում է, որ պիտի վերադառնալ վերադարձ երկիր։ Դեռևս 1988 թվականի ազգային ազատագրական շարժումը նոր փուլ բացեց դաշնակցության համար։ Դեպի երկիր կարգախոսով դաշնակցությունը վերադարձավ մասնակից դառնալու անկախության պայքարին եւ Արցախի ազատագրական շարժմանը, ասում է Արտաշես Շահբազյանը։ Մեր կառույցը կարելի է համարել արցախյան շարժման ծնունդ, արցախյան շարժման կառույց, որովհետև մենք այդ հոգեբանությամբ ստեղծվեցինք եւ շատ հրաշալի հայորդիներ եկան, որոնց նպատակը օրինակ Արցախի ազատագրումն էր, դրա համար հրաշալի սերունդ ունեցանք, դժբախտաբար մեկ մասը նահատակվեց, այլ կերպ չէր կարող լինել։ 90 թվականի պատմական իրադարձությունից մի պատառիկ է առանձնացնում մեր զրուցակիցը, դրվագ, որով ամենաշատն է տպավորվել։ Ինձ համար տպավորիչ էր, երբ որ առաջին անգամ տեսա մեր այն ժամանակվա բյուրոյի անդամներ, մեր մեծ գործիչներին, Հրայր Մարուխյանին եւ Հրաշ Տասնապետյանին, որ եկան Հայաստան, իրենց տեսքը տարբեր էր, իրենց միտքը տարբեր էր եւ հսկաներ էին երևում, երբ որ նայում էիր, իրենց էությամբ հսկաներ էին մեզ համար, մեզ անփորձ նորեկներիս համար այդ ճանապարհի վրա կանգնած, բայց երբ որ մենք սկսեցինք քննարկումներ իրար հետ մենք տեսանք, որ այս մարդիկ նույնիսկ ավելի շատ լռում են, մեզ են լսում, քան մեզ դաս են տալի։ Դաշնակցության վերադարձը պարզապես քաղաքական որոշում չէր, դա գաղափարի վերադարձ էր հայրենիք, պատասխանատվություն մասնակցելու նոր պետության կառուցմանը, հատկապես անկախության նախաշեմին։ Հույդա Հայդատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով նույնպես կուսակցության պատմական վերադարձի ականատեսն էր ու մասնակիցը եղել, կարևոր դրվագ է առանձնացնում։ Ամենակարևորը այն էր, որ այդ հայտարարությունը նաև ընթերցվեց Գերագույն խորհրդում, դաշնակցական չէր պատգամավորը, եւ այդ կարևոր հանգամանք էր, որովհետեւ նաև թեկուզ ոչ անկախ Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնում հնչեց դաշնակցության վերադարձի մասին այդ հայտարարությունը։ Հույդա Երևանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ կուսակցական ընկերներն օրվա խորհուրդը նշանավորեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց եկեղեցու հոգևոր հայրը Տեր Հովհաննեսը ննջեցյալների հոգեհանգստյան կարգ կատարեց, իսկ ավարտին խոսքն ուղղելով ներկաներին նշեց, որ Եռաբլուրը անվանում է Հերոսաբլուր եւ Արցախաբլուր, եւ դա պատահական չէ։ Եթե մեկը կա, որ ասում է Արցախը, բայց կա Հայաստանը չէ, ես կարող եմ ասել նաև, որ ինքն էլ հայ չէ, թող գնա գեները ստուդի։ Արցախը եղել է, կա ու կլինի, Արցախը Հայաստան է, ես չեմ վախենում այս խոսքից։ Հազարամյակներ Արցախը եղել է հայկական, 8 տարի է Արցախը հայկական չէ։ Ցավ եմ ապրում նրա համար, որ մեր հերոսները, մեր կենթանի լեգենդներն են լռում, մեր մտավորականությունը լռում է այս ամենի համար։ Ես ասել եմ ու ասում եմ, եկեք սպիտակին ասենք սպիտակ, սևին ասենք սև։ Իրերը կոչենք իրենց անուններով, թե աշխարհը այսօր ինչ վիճակում է, դա կարևոր չէ մեզ համար։ Աստվածային սեր պիտի ունենանք մենք,
Երբ որ ինձ ասում են, ինչ կցանկանաս քո ժողովրդին, ասում եմ 90-ականների սեր։ Որովհետև 90-ականներին ունեցանք աստվածային հզոր սերը, դրա համար հաղթանակ տարանք։ Դաշնակցության համար օգոստոսի 8-ը միայն անցյալի հիշեցում չէ, այն պատասխանատվություն է ներկայի համար եւ ուղենիշ ապագայի։ Հույդա Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը կարևորելով օրվա խորհուրդը ընդգծում է. Իրականում խորհրդի մեջ դաշնակցությունը երբեք Հայաստանի չի բացակայել։ Որպես գաղափար, որպես գաղափարախոսություն եւ նաեւ անհատներով շատ հատկանշական մի դրվագ։ Դաշնակցությունը 90 թվականի օգոստոսին զորակցություն հայտնեց իր համար գաղափարական հակառակորդ այդ օրվա իշխանությանը, երբ որ Հայաստանում ներքին անվտանգության եւ կայունության վտանգ էր եւ իշխանությունը գործողությունների էր դիմում։ Կանգնեց պետության կողքին, բայց գաղափարապես շարունակեց դեմ լինել այդ օրվա իշխանությանը։ Այստեղ գալով մենք արժևորեցինք թե պայքարը, որը հաջողությամբ էր պսակվել եւ թե այդ պայքարում դաշնակցության ներդրում։ Հերմինե Զեյնալյան, Սերոբ Չարչիկյան, Երկիրն այսօր։